Կարոտ Մկրտչյան, Պրոշյան գյուղի դաշնակցական ջոկատի հրամանատար, Արցախյան ազատամարտի առաջին եւ ամենավառ մարտիկներից մեկը։ Նրա անունը նվիրական դարձավ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում էին նրա կողքին, ովքեր ճանաչում էին նրան որպես զինվորի եւ որպես մարդու։ Բնատուր առաջնորդ, օժտված հրամանատար լինելով, ապշեցնում էր ինքնամոռաց հայրենասիրությամբ եւ ազգային գաղափարներին նվիրվածությամբ։ Նրանում ներդաշնակվում էին արտաքին եւ հոգեվոր գեղեցկությունները, խելքն ու ուժը, բարությունն ու խիզախությունը։ Կարոտն ասես ժողովրդական հերոսների մասին պատումներից էր դուրս եկել եւ ինքն էլ լեգենդ դարձավ։ 1989 թվականին Կարոտն ու Պրոշյանցի 5 ընկերները մեկնեցին Ղարաբաղ, Հադրութի շրջան։ Այստեղ տեղի ինքնապաշտպանության մարտիկների հետ նրանք մարտական առաջին մկրտությունը ստացան Քյուրաթաղ եւ Ուխտաձոր գյուղերի պաշտպանության գործում։ 1990 թվականին նրանց փոքրիկ ջոկատը գնաց սահման, նոյեմբերյանի շրջան։ Պրոշյանցի տղաներն այստեղ եւս աչքի ընկան, պաշտպանելով սահմանամերձ ամենախոցելի գյուղերը՝ Ոսկեպարն ու Մովսեսը։ 1990 թվականի մայիսի 10-ին Կարոտ եւ իր 19 արդեն զինակից ընկերները Պրոշյանում Խոյիդա մարտական ջոկատ հիմնեցին եւ երթվեցին մինչեւ վերջին շունչը ծառայել ժողովրդին ու Հայաստանի ազատագրման գործին։ Ջոկատի հրամանատար ընտրվեց Կարոտ Մկրտչյանը, տեղակալ Պետրոս Ղևոնդյանը։ 90-ի աշնանը Դաշնակցություն կուսակցությունը Պրոշյանի ջոկատն ուղարկեց Շահումյանի շրջան։ Կարոտն ու իր մարտիկները գյուղերում ինքնապաշտպանական խմբեր էին կազմակերպում եւ մարզում։ Պետք եկան եւ բանակում ծառայելու փորձը, եւ սպորտային ու մարտական մենամարտի վարպետությունը, եւ Հադրութում ու նոյեմբերյանում ձեռք բերած ռազմական ունակությունը։ Սկսեց օղակ գործողությունը։ Պրոշյանի ջոկատն ուղարկվեց Գետաշենի ենթաշրջան։ Գետաշենի պաշտպանությունը ղեկավարում էր Թաթուլ Կրպեյանը։ Նա էլ Կարոտին հանձնարարեց Արաբո ջոկատի եւ հրազդանցի մարտիկների հետ պաշտպանել Մարտունաշենը։ 3 ջոկատներին միասնական հրամանատար էր պետք։ Հրամանատար դարձավ Կարոտ Մկրտչյանը։ Չնայած ուժերի հսկայական առավելությանը, Գետաշենից եւ Մարտունաշենից հետո խորհրդային զորքերի եւ ադրբեջանական օմոնի հաջողությունները սահմանափակվեցին օգոստոսին եւս 3 հայկական գյուղերի գրավումով։ Բայց արդեն սեպտեմբերին հայկական ջոկատները, որոնց թվում էին Կարոտի մարտիկները, դուրս շպրտեցին թշնամուն Բուզլուխից, Մանաշիդից եւ Էրքեջից։ Կարոտը դարձավ Աշոտ Ղուլյանի լեգենդար Բեկորի Ստեփանակերտի առաջին վաշտի առաջին գրոհային դասակի հրամանատարը։ Նա իր մարտիկներին գրոհի էր առաջնորդում դեպի Լեսնոյ, Խոջալու, Մալիբեյլի եւ Ումուդլու։ Ամենուրեք որտեղ եղել է Կարոտը, հաղթանակ է եղել։ Մոտենում էր Շուշիի ազատագրման հերթը։ Կարոտը երազում էր մասնակցել այդ գործողությանը, բայց Շահեն Մեղրյանի անձնական խնդրանքով Պրոշյանցիների ջոկատը կրկին ուղարկվեց Շահումյան։ Կարոտի ջոկատը դիրքավորվեց Բուզլուխի մոտերքում, Անտարապատ լեռան Ջամբազի գագաթին։ Նրանք պատրաստվում էին Գետաշենի գյուղերի ազատագրմանը։ Մի քանի 100 հայ լավագույն մարտիկներ միայն հրամանի էին սպասում։ Ադրբեջանը նույնպես պատրաստվում էր հարձակման, եւ Շահումյանի